Շարունակվում է մեր եթերը, ճամփորդում էինք թատրոնների եւ ժամանակի միջով այցելեցինք ամենահին թատրոններ ու առհասարակ մենք շատ ենք խոսում, թե ինչպես կարելի է գնալ անցյալ կամ ապագա ու իրականության այս պահի աչքերով տեսնել այդ ամենը, իսկ այդ հարցում մեզ օգնում են ոչ միայն գրքերն ու ֆիլմերը, այլ նաեւ թանգարաններն իրենց գործունեությամբ, որովհետեւ ընդամենը մի քանի րոպեում դուք կարող եք տեղափոխվել անցյալ, եթե հիմա մասնավոր դեպքի մասին ավելի պատմենք, հենց այսօր հոկտեմբերի 10-ից Երևանի պատմության թանգարանում կբացվի նոր ցուցադրություն, որը համադրում է խորհրդային շրջանի կենցաղային միջավայրը եւ Երևանի արդյունաբերական ժառանգությունը։ Կարծես թե բավականին հետաքրքիր ցուցադրություն է լինելու, բայց մանրամասներին կծանոթանանք մեր հաջորդ հյուրի հետ, Երևան քաղաքի պատմության թանգարանի տնօրեն Գևորգ Օրբելյանն է մեր հյուրը, բարի լույս։ Բարի լույս։ Ինչպես եք, պարոն Օրբելյան, ինչպես եք սկսել վայելում ենք, այո, չնայած զբաղվածությանը, բայց վայելում ենք մեր քաղաքի մի փոքր տակ եւ սառը այս առավոտը, աշնանային գեղեցիկ, քանի որ նաեւ մի քանի օրից մեկնարկելու է Էրեբունի Երևան քաղաքի տոնին նվիրված միջոցառումները եւ հենց այս ցուցահանդեսը դրա շրջանակներում Երևանի պատմության թանգարանը որոշեց իրականացնել տոնին ընթառաջ, բացելով, որն ունի, կարծում եմ, շատ յուրատեսակ խորհուրդ։ Ես առաջարկում եմ մինչ ցուցահանդեսը խոսալը, խոսենք նախ թանգարանի պատմության մասին։ Մենք մինչ հարցազրույցը սկսելը զրուցում էինք այն մասին, որ դեռ 1931 թվականին է Երևանի պատմության թանգարանը հիմնվել, ճիշտ է, այն ժամանակ ուրիշ անվանում է ունեցել եւ ուրիշ կառուցված, կխնդրեմ նախ մեր հեռուստադիտողներին պատմեք այդ մասին։ Այո, նախ ասեմ, որ մեր իրականության մեջ շատ խառնում են այցելուները Հայաստանի պատմության թանգարան, Երևանի պատմության թանգարան եւ կարծես թե իրենց համար միևնույնն է, բայց կա մեծ տարբերություն։ Հայաստանի պատմության թանգարանը ամբողջ Հայաստանի Հանրապետության մասին է հիմնականում ցուցադրությունները եւ հավաքածուները, իսկ Երևան քաղաքին ավելի լոկալ, հենց քաղաքի վերաբերվող։ Ինչպես նշեցիք, թանգարանը այո բացվել է 1931 թվականին կոմունալ թանգարան անվանումով Երևան քաղաքի կոմունալ եւ գործել է Հրշեջ վարչության շենքում Սախրովի հրապարակում այժմյան մեր գիտ խորհրդի կազմում եղել են Մարտիրոս Սարյանը, շատ մեծ Եղիշե Չարենցը, նվիրատվություններ են իրականացրել թանգարանի հավաքածուի ստեղծման արդյունքում, այնուհետև թանգարանը տարիների ընթացքում տեղափոխվել է եւ գործել է Կապույտ մզկիթում, որից հետո Շահումյանի դպրոցում, Հռիփսիմյանի քաղաքական գիմնազիայի շենքում եւ արդեն վերջնականապես 2005 թվականին, երբ որ արդեն Երևանի քաղաքապետարանի այսօրվա շենքը կառուցվեց, կցվեց նաեւ կողքի հատվածը 5 հարկանի, ուրեմն Երևանի պատմության թանգարանի շենքը, հենց արժևում դրվեց Էրեբունու անձնագիրը, Երևան քաղաքի այս սեպագիր արձանագրությունի կրկնօրինակը, որի բնօրինակը գիտենք, որ գտնվում է Հայաստանի պատմության թանգարանում եւ Էրեբունի արգելոց թանգարանում, հենց փողոցը անվանակոչվեց Արգիշտի անունով եւ Երևանի քաղաքապետարանի հետ, շենքի հետ միասին Երևան քաղաքի պատմության թանգարանը կազմում է մեկ ճարտարապետական համալիր, որի հեղինակն է հայտնի ճարտարապետ Ջիմ Թորոսյանը եւ ինչպես ինքն էր նշում իր տարբեր ուրեմն աշխատություններում, այն մի յուրօրինակ շենք է, կառույց է մոնումենտալ նվիրված Երևանին եւ Հայաստանի 12 պատմական մայրաքաղաքներին։ Մեր հավաքածուն թանգարանի կազմում է շուրջ 100,000 առարկաներ, ցուցանմուշներ եւ մենք պարբերաբար փորձում ենք հանրությանը ներկայացնել տարբեր թեմատիկ ցուցահանդեսներ, որոնք կարծում ենք այցելուների գեղագիտական ճաշակը բավարարելու, ներկայացնելու, կրթելու, ժամանցն ապահովելու, քանի որ այսօր թանգարանները ոչ միայն ստատիկ, այսպես ասած, կառույցներ են, որտեղ ոչ մի բանի չի կարելի ձեռք տալ եւ փոփոխել, այո, ավելի դինամիկ են, ավելի ճանաչողական, կրթական, ժամանցային բաղադրիչ ունեն, ինտերակտիվ, այո, եւ եթե խոսենք անգամ նորագույն տեխնոլոգիաների մասին, մենք փորձում ենք դրանք համադրել ցուցադրություններում, ներկայացնել ֆիլմեր, նաեւ ինչու՞ չէ ներառական հատուկ ծրագրեր հաշմանդամություն ունեցող անձանց, այսինքն թանգարանները այսօր պետք է լինեն բավական հանրամատչելի այցելելու զբոսաշրջիկներին նաև մատուցելու քաղաքի պատմությունը եւ փորձում ենք իրականացնել բազմապիսի ծրագրեր, սկսած ամառային դպրոցից մինչեւ թեմատիկ ցուցահանդեսներ եւ մյուս տարի լրանալու է Երևանի պատմության թանգարանի 95-ամյակը, այդ շրջանակում նույնպես նախատեսում ենք գիտաժողով Երևան քաղաքի նվիրված տարբեր հոդվածների շարք եւ այլ բազմաթիվ ուրեմն նախագծեր։
Մենք մինչ հոբելյանական տարին վստահաբար կհասցնենք խոսել բոլոր այն նախագծերի մասին, որոնք կսպասվեն առաջիկայում, բայց մինչ այդ, քանի որ այցելուների պակաս կարծես չունի թանգարանը, եւ թե մեր հայրենակիցները տարբեր մարզերից ու մայրաքաղաքից նաեւ զբոսաշրջիկներ են այցելում։ Ինչպիսին է զբոսաշրջիկների տպավորությունը, երբ այցելում են եւ ծանոթանում են Երևանին, Հայաստանի մայրաքաղաքի պատմությանը։ Նախ ասեմ, որ ցանկացած քաղաքի պատմության թանգարան մի յուրատեսակ այցեքարտ է զբոսաշրջիկների շրջանում, քանի որ քաղաքի թանգարանի միջոցով են փորձում ծանոթանալ քաղաքի պատմությանը, եւ մեր թանգարանն էլ հենց նրանցից մեկն է, որ բաղկացած է 3 մշտական ցուցադրության հարկով։ Առաջին հարկում ներկայացվում է Երևան քաղաքի հնագույն հնագիտական հուշարձանները միջնադարը, հետո 19-րդ դարը եւ երրորդ հարկում արդեն այդ ցուցադրությունն է խորհրդային շրջանի, որը մենք իրականացրել ենք եւ այնտեղ սկսվում է առաջին հանրապետությունից 1918 թվականից մինչեւ այսօր։ Շատերը ասում են այսքան քիչ է, այցելուները իրենց ուրեմն մեկնաբանություններ են թողնում, այսօրվա Երևանը, դե բնականաբար այսօրվա Երևանը պետք է վայելել հենց թանգարանից դուրս, թանգարանից դուրս։ Հենց դրա համար էլ թանգարանում մենք պահպանում ու ցուցադրում ենք ըստ թեմատիկ ժամանակաշրջանների այդ մշտական ցուցադրությամբ, որը կարծում եմ բավականին տպավորիչ է այդ զբոսաշրջիկների շրջանում, եւ քանի որ հարակից շինությունները նույնպես մեծ նշանակություն են Երևան քաղաքի հիմնադրման 2800-ամյակին նվիրված ուրեմն այգին, 2750-ամյակի շատրվանների այգին եւ տարածքը ընդհանուր առմամբ բավական հետաքրքիր ուրեմն ճարտարապետական կոթողներով են հագեցած, որը արդյունքում շատ զբոսաշրջիկներ, այո, ինքնուրույն շրջում են թանգարանում եւ հարակից տարածքներում։ Հետաքրքիր է ինչու է այս ցուցադրության համար հենց այդ թեման եւ հենց այդ ժամանակաշրջանը ընտրվել։ Մենք մի փոքրիկ Արցախուզ ենք իրականացրել դեռևս տարեսկզբին, շատ այցելուներ, հատկապես ռուսները եւ խորհրդային միության երկրներից ուրեմն զբոսաշրջիկները ասում էին, օրինակ խորհրդային շրջանի Երևանը շատ քիչ է ներկայացված եւ մենք մեր թանգարանի անձնակազմով որոշեցինք գիտական նոր հայեցակարգ ձևավորել, որի արդյունքում էլ հենց ձևավորվեց ներկայացնել խորհրդային Երևանի բնակարանային ուրեմն ինտերիերը, այն զուգակցվում է հարակից ցուցափեղկերով ամբողջ Երևանի խորհրդային ուրեմն արդյունաբերական գործարանները, ֆաբրիկաները եւ ես ինքս երբ որ ուսումնասիրում էի տարբեր թեմաներ, զարմացած էի մենք ինչքան գործարաններ ու արտադրամասեր ու ֆաբրիկաներ ենք ունեցել շուրջ 70-80 եւ դրանց նմուշները թանգարանում դեռևս հենց խորհրդային տարիներին նվիրաբերվել են առաջի ցուցանմուշներ, օրինակ լամպերի գործարանից կան նմուշներ Երևանի ժամացույցի գործարանից ամբողջ հավաքածուն եւ եթե շատերը կհիշեն Սևան զարթուցիչները, որը դրվում էր, այո, այդ ամբողջ հավաքածունը տեքստիլը, հաղճապակու գործարանը եւ թեմատիկ ցուցադրել ենք եւ բնականաբար մենք ոնց նաեւ սկսեցինք, շատ հետաքրքիր մի պատմություն կա, երբ որ մենք սոցիալական ցանցերով նաեւ մեր հայրենակիցներին, համակարգացիներին կոչեր հնչեցրեցինք Երևանի պատմության թանգարան նախատեսում է ցուցադրություն եւ եթե մարդիկ կան ովքեր իրենց հիշողությունները պատրաստ են նվիրաբերել թանգարանին, մենք մի մասը ձեռք բերեցինք նվիրատվության, մի մասը գնման եղանակով եւ այսօր արդեն համալրվել է մեր խորհրդային շրջանի բնակարանային ինտերիերը եւ կարծում եմ այցելուները հնարավորություն կունենան վայելել եւ միտքը հենց դա է, որպեսզի այսինքն հարցախույզի արդյունքում ստացված այդ ամբողջ արձագանքները վերածել թանգարանում մեկ սրահի, որը որ կտա այն բոլոր հարցերի պատասխանը, երբ որ զբոսաշրջիկները խորհրդային Երևանի մասին։ Ես կարծում եմ ոչ միայն զբոսաշրջիկների, այլև մեզ համար մարդիկ, որոնք ծնվել են, մեծացել են Երևանում, ապրել են եւ ապրում են Երևանում, ինձ մոտ արդեն տպավորություն է, որ այս ցուցադրության այցելելով մի շարք բաներ գուցե մենք կվերհիշենք, բայց բաները էլ կլինեն վստահաբար, որ կբացահայտենք, որոնց մասին անգամ տեղյակ չէինք եւ հետաքրքիր է արդեն վերջում նաեւ որքան ժամանակ է տևելու այս ցուցադրությունը եւ երբ կարող են այցելել մարդիկ։ Ցուցադրությունը մենք կբացենք այսօր եւ այն կգործի արդեն վաղվանից եւ երկու
չորեքշաբթի օրվանից այցելուները կկարողանան այցելել, այն մենք հստակ ժամանակ չենք սահմանել, միջև նոր հայեցակարգով այլ ձևաչափով ցուցադրությունների սահմանը, սա մենք տեղակայել ենք մեր մշտական ցուցադրության մեջ եւ կփորձենք արդեն, որտեղ միջև 1990-ական թվականների պատմությունն է ներկայացում, չնայած ամեն մի տարի եւ ամեն մի տասնամյակ արդեն պատմություն է դառնում եւ մենք պետք է միջոցներ ձեռնարկենք, համալրենք հավաքածուն իրեր, ձեռք բերենք, որպեսզի կարողանանք փոխանցել սերունդներին եւ որպեսզի հենց 1990-ականներից հետո Երևան քաղաքի պատմությունը կարողանան սերունդները ներկայացնել հանրությանը։ Հիանալի է եւս մեկ անգամ հիշեցնենք մեր հեռուստադիտողներին, որ Երևանի պատմության թանգարանում է լինելու այս ցուցադրությունը դեռ անժամկետ, բայց կարծում եմ հենց առաջին օրերից պետք է շտապել, թարմացնել հիշողությունները ու ձեռք բերել նոր գիտելիքներ մեր մայրաքաղաքի մասին, քանի որ նաեւ հոբելյանական օրը այս Երևանի շրջանակներում եւ տարին է հոբելյանական մոտենում։ Շնորհակալ ենք անչափ։ Ձեզ նույնպես շնորհակալ եմ եւ մաղթում եմ լավ աշնանային տրամադրություն եւ լավ օր։ Շնորհակալ ենք ու վստահ ենք պարոն Օրբելյան, որ գալիք տարի իհարկե նաև 95-ամյակի շրջանակներում թանգարանի դեռ առիթ կունենանք վստահաբար հանդիպել եւ տեսնել թե ինչ նորություններ ու փոփոխություններ կլինեն թանգարանում։ Այո, շնորհակալ եմ շատ։ Մինչ հանդիպում։ Մինչ հանդիպում։ Մենք լսենք երաժշտություն ու վերադառնանք սիրելի հեռուստադիտողներ։